Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր միասին ուզում եմ պատրաստենք քաղցր շարոց։ Այսօրվա մեր շարոցը լինելու է շաքարով, վառված շաքարով, վառելու ենք շաքարը տապակի մեջ, այսինքն ոչ թե վառելու ենք, այլ հալեցնելու ենք, որը հալվելուց արդեն գիտեք, որ մուգ գույն է ստանում շաքարավազը, երբ հալվում է, եւ ավելացնելու ենք արդեն հալված շաքարավազի վրա եռման ջուր։ Ուրեմն 200 գրամ շաքարավազին ավելացնում ենք 150-ից 200 գրամ եռման ջուր։ Նորից մի փոքր խառնում ենք եւ արդեն ստանում ենք մեր ուզած համը եւ մեր ուզած գույնը։ Ասեմ, որ առանց դոշաբի լինելու այսօրվա մեր շարոցը, քանի որ այսպես էլ են պատրաստում, եթե դոշաբ չենք կարողանում ճարել կամ գտնել կամ չունենք ուղակի, ասեմ, որ այսպես էլ է շատ համեղ լինում, ես շատ եմ պատրաստել եւ շատ գեղեցիկ գույն է ստացվում, բնական, այսպես գեղեցիկ, եթե կուզեք ինչ-որ համ լինի, ավելացրեք ձեր ուզած բոլոր Սիրելիներս, ես արդեն շատ վաղուց, մոտ մեկ շաբաթ է շարել եմ ընկույզը, տեսեք, այսպես արդեն շատ լավ չորացել է, բոլորս էլ գիտենք, որ պիտի շատ լավ չորանա եւ սպասում է արդեն պատրաստ լինել։ Սիրելիներս, ուրեմն 5 լիտր ջուրը 2 կիլոգրամ շաքարավազի հետ լավ եռացնում ենք, դարձնում ենք հյութ ու սառելուց հետո 1 կիլոգրամ ալյուրը, սովորական, ամենասովորական սպիտակ ալյուրը լուծելու ենք կես հյութի մեջ, այսինքն կեսը, տեսեք այստեղ է, և կեսը արդեն ես ալյուրը ավելացրել եմ ու հիմա լուծելու ենք։ Լավ կլինի, որ հյութը սառը լինի, որպեսզի ալյուրը շատ լավ լուծվի։ Եթե չի լուծվում, ուրեմն հարիճով կարող եք խառնել այնքան, մինչև լուծվի։ Միևնույն է, մենք անցկացնելու ենք քամիչով այս հյութը։ Բայց սառը հյութի մեջ ալյուրը շատ լավ լուծվում է։ Տեսեք, բոլորովին գնդիկներ չկան։ Հաճելի կլինի, որ երեկոյան, եթե առավոտյան վաղ եք ուզում արդեն պատրաստել քաղցր շարոցը, ուրեմն երեկոյան նախապատրաստեք հյութը, արդեն եռացրեք, եփեք, դրեք թող սառի մինչև առավոտ եւ առավոտյան արդեն սառը հյութը պատրաստ կլինի ու կսկսեք ձեր աշխատանքը։ Սիրելիներս, ուրեմն խառնում ենք այնքան, որ լավ մերի ալյուրը մեր հյութի մեջ։ Արդեն բոլորին մերվել է։ Եվ հիմա արդեն ավելացնում ենք ընդհանուր հյութի վրա։ Հիմա քիչ-քիչ ավելացնելով խառնում ենք մեր ընդհանուր հյութին։ Արդեն ալյուրը հյութով խառնած, տեսեք։ Քամիչով անցկացնում ենք, որպեսզի գնդիկներ չունենանք։ Խառնում ենք, արդեն սկսում ենք եփել մեր խյուսը, շփոթը, այսպես ասած։ Ասենք, որ անպայման պիտի անընդհատ խառնվի, որովհետև
չկպնելու համար, շատ ուժեղ չի կարելի անել կրակը, միջին աստիճանի վրա դրեք, այսպես, անընդհատ պիտի խառնենք, մինչև արդեն պնդանա։ Քիչ-քիչ սիրելի հետևորդներ սկսում է արդեն պնդանալը, բայց միևնույն է անընդհատ պիտի խառնենք։ Սիրելիներս, ուրեմն այսօր ես պատրաստում եմ 1 բաժին, 1 բաժնի համար իմ բաղադրատոմսը այսպիսին է, 5 լիտր ջուր, 2 կիլոգրամ շաքարավազ, 1 կիլոգրամ ալյուր, 1 թեյ գդալ դարչին և 1 թեյ գդալ մեխակ։ Իհարկե չունենք դոշաբ այսօր էդ մեր հեղուկը չունենք քաղցր մրգային, պատրաստում ենք վառված շաքարի հյութով, այսպես ասած, որը նույնպես շատ համ է տալիս և շատ գեղեցիկ գույն է ստացվում։ Շատ եմ պատրաստել, արդեն ասեցի, այնպես որ եթե չունեք դոշաբ կամ չեք ուզում ինչ-որ մրգի համ լինի, կարող եք այսպես պատրաստել։ Ասեմ, որ կարող եք նույնիսկ այսպես պատրաստել ու ավելացնել ձեր նախընտրած մրգի համը, նույնպես շատ լավ կլինի, այսպես։ Սիրելի հետևորդներ, այստեղ ես ավելացրի արդեն 1 թեյ գդալ դարչինը և 1 թեյ գդալ մեխակը։ Հիմա մի փոքր խառնեմ, հենց որ տեսնում եք, չէ, արդեն սկսել է պնդանալը, տեսեք, այսպիսի զանգված ունենք, հեղուկ զանգված, այսպես։ Հիմա ավելացնում ենք գույնը մեր շաքարը այրած ջրի հետ։ Որպեսզի ստանանք ավելի գեղեցիկ գույն։ Նորից և քիչ-քիչ ավելացնում ենք գույն արդեն։ Մի փոքր խառնենք, որպեսզի տեսնենք։ Ասեմ, որ ես մի քիչ կարմիր գույն ավելացրի շաքարին, որպեսզի ավելի շքեղ գույն ունենանք։ Դուք էլ կարող եք ավելացնել կամ այդպես բնական թողնել, ինչպես որ ձեր սիրտը կուզի։ Շատ քիչ կարմիր գույն եմ ավելացրել շաքարի հեղուկին։ Տեսեք, այսպիսի գույն ունենք, որ ինձ թվում է մի քիչ բաց է, ավելի պիտի մքացնենք։
Ինձ թվում է ես ամբողջ շաքարը պիտի ավելացնեմ, վառված։ Որպեսզի ստանանք մեր ուզած գույնը։ Սիրելիներս, քանի որ մենք օշարակ չունենք, մրգի գույնն է, չէ, այսպիսի գեղեցիկ գույն հաղորդում, այդ պատճառով ես մի փոքր տորթի հեղուկ գույն ավելացրի, շատ չնչին, 1 ճաշի գթալ երևի, ու ստացանք այսպիսի գույն, սա գնալով ավելի կմքանա, մինչև սկսում է արդեն եռալը, այսպես ասած փթփթալը, արդեն պատրաստ կլինի մեր գործողությունը շարունակի, ավարտին հասցնելու, այսպես սիրելիներս, վերջում արդեն դուք գիտեք, որ սա ասում եմ իմ նոր հետևորդների համար, որոնք չգիտեն, որ ես շփոթը պատրաստելուց անպայման մի փոքրիկ 20 գրամ կարագ եմ ավելացնում հատուկ փայլի համար, առանցին էլ փայլուն է, տեսեք, որքան փայլուն է մեր շփոթը, բայց ես ավելացնում եմ, որովհետև և փայլ է հաղորդում, և փափկություն է հաղորդում, այսպես սիրելիներս, կարագը կարծես չի թողնում, որ ձգվող լինի մեր շփոթը, այսպես, վերջում հենց սկսում է արդեն փթփթալը, կարագը ավելացնում եմ, այսպես, սիրելիներս, այսպիսի գույն ենք ստացել, տեսեք, փայլուն, գեղեցիկ, գույն ենք ստացել, ոմանք սիրում են մուգ, բայց ես այդքան էլ մուգ չեմ սիրում, ինձ թվում է շատ մուգը այդքան էլ գեղեցիկ չէ, միշտ ես այսպիսի գույն եմ ունում, իհարկե եթե օշարակ ունենք, օշարակը մի փոքր մուգ է լինում, որովհետև խիտ է եփված, մրգերի գույնը շատ լավ է այնտեղ, բայց քիչ եմ ավելացնում, որպեսզի շատ մուգ չլինի, այսպես սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք վանիլին ավելացնել, ես չեմ ավելացնում, որովհետև իմ տան անդամները հենց այս համն են շատ սիրում, այսպես, սպասում ենք մի փոքր, մի քիչ ավելի լավ պնդանա, ավելացնենք կարագը և սկսենք վերջին շտրիխը, այս համեղ քաղցր շարանի, սիրելիներս, արդեն ավելացնում ենք կարագը, տեսեք այսքան, այս չափի կարագ եմ ավելացնում և խառնում ենք, սկսում ենք վերջին աշխատանքը, սիրելի հետևորդներ, տեսնում եք, այսպես պիտի այսպես
Սիրելի հետևորդներ, ես արդեն ավարտեցի շատ համեղ եւ շատ հաջող քաղցր շարոց ստացանք, դուք էլ պատրաստեք, շատ հաջող բաղադրատոմս է, խնդրում եմ անպայման փորձեք, որովհետև չստացվելու ոչ մի տարբերակ չկա եւ չի ճաքում եւ շատ համեղ է, գույնը, տեսքը, ամեն ինչը։ Սիրում եմ բոլորից, տեսություն։